Այն խաղաղությունը, որ իրեն խոսք են տալիս, դա խաղաղություն չի։ Թող երիտասարդներին սա հասնի, կրթական ոլորտը չի դառնա կուսակցական, քարոզչական մեքենա։ Շատ բաներ է լինելու անվճար, սկսած նաև որոշ կոմունալ ծառայություններ։ Մեր լոբիստական աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է 2025 թվականին կանխել պատերազմ, մենք որոշակի թղթեր հրապարակենք շուտով։ Ինչ է առաջարկում երիտասարդներին ազգային ժողովրդավարական բևեռը։ Ողջույն, ոտքի վրա հաղորդման հերթական թողարկմանը զրուցելու ենք բևեռի պատգամավորի թեկնածու Գևորգ Կարապետյանի հետ։ Պարոն Կարապետյան, ինչ է անում ազգային ժողովրդավարական բևեռը երիտասարդ ընտրողներին գրավելու համար։ Երիտասարդ ընտրողներին պետք է գրավի ազգային ժողովրդավարական բևեռը, քանի որ միակ ազգային ուժն է, ցավոք սրտի միակ ազգային ուժն է եւ միակ արևմտամետ ուժն է այս դեպքում, որովհետեւ մենք ունենք ծրագիր նաև բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեր երկրում դեռևս 2021 թվականի ընտրություններից առաջ մենք ոչ միայն կանխատեսել էինք, այլև գիտեինք, որ արհեստական բանականության կենտրոններից մեկը տեղակայվելու է Հայաստանում, գնահատելով հայ ազգի ինտելեկտուալ կրթական բարձր ցենզը։ Բայց այլի արևմտամետ ուժեր կան, որոնք ներկայացնում են իրենց ծրագրերը, որն է ձեր առանձնահատկությունը։ Կեղծ արևմտամետ ուժեր իհարկե շատ կան, բայց այստեղ պետք է օրիգինալը կրկնօրինակից տարբերել, որովհետև արևմտամետ ասելով չեն դառնում արևմտամետ, քանի որ ազգային ժողովրդավարական բևեռը էլի միակ քաղաքական կուսակցությունն է, ով վարում է լոբիստական աշխատանք Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում։ Ազգայնական գաղափարախոսությունը չի հակասում արդյոք արևմտամետ գաղափարախոսությանը։ Իրականում ազգային ուժը պետք է փնտրի գտնի պատուհաններ, հնարավորություններ զարգացնելու սեփական պետությունը, սեփական բանակը, սեփական տնտեսությունը, սեփական էներգետիկ անվտանգությունը, կրթական մակարդակի շեշտակի աճը ինքը բարելավի, այսինքն գտնի պատուհաններ ծառայեցնի ազգային եւ պետական շահի համար։ Ոչ թե ստորադասելով մեր ազգային պետական շահը, բերենք ստեղ օտարի շահերը սպասարկենք։ Այնց ազգային ու ժողովրդավարի եւ ուղակի գործիք դառնալու արևմտամետների տարբերությունը սա է։ Կրթությունը, բնակապահովումը, դրանք ձեր ծրագրում չկային։ Ընտրեցինք եւ կոնկրետ կրթության վերաբերյալ, բնակապահովման վերաբերյալ, մարզային կյանքի զարգացման վերաբերյալ կոնկրետ կետեր չկան։ Եթե հիմա կոնկրետ ասենք, ինչ է առաջարկում բևեռը։ Ես հասկացա, քանի որ տեսեք, այս պահին նման խոստումներ տալը շատ անիմաստ է կհնչի, թող երիտասարդներին սա հասնի։ Տեսեք, մեր երկիրը այս պահին դասական քաղաքական վիճակում չէ։ Մենք գտնվում ենք գոյութենական պայքարի մեջ։ Եվ այս պահին պետք է երիտասարդներին առաջնահերթ հետաքրքրի անվտանգության հարցը։ Այն խաղաղությունը, որ իրեն խոսք են տալիս, դա խաղաղություն չի։ Խաղաղությունը պետք է լինի անվտանգության հետևանքը, ոչ թե դրա փոխարինողը։ Իսկ մենք Հայաստանին առաջարկում ենք իրական անվտանգություն, որովհետև եթե չկա ռազմաքաղաքական հավասարակշռություն, չի լինի անվտանգություն, չի լինի անվտանգություն, չի լինի խաղաղությունը։ Այսինքն խաղաղության բանաձևը հենց ուղղակի որպես նվեր չեն տալու մեզ, դա ներքին ազգային կազմակերպվածության հարցն է առաջին։ Այդ կետը իհարկե կարևոր է, շատ կարևոր կենսական նշանակության, բայց խաղաղ ու անվտանգ Հայաստանում ինչ է անելու երիտասարդը։ Ահա, խաղաղ եւ անվտանգ Հայաստանում շեշտակի զարգացումներ կարող են ապահովել արդեն բոլոր աշխատող տնտեսական, սոցիալական բոլոր բանաձևերը։ Մենք ունենք իհարկե եւ էներգետիկ անվտանգության համակարգը, ինչպես ապահովել, եւ այսինքն այլ ընտրանքը, այն ինչ որ մենք այսօր ունենք։ Մենք այսօր գտնվում ենք Արմավիրում եւ տեսեք Ռուսաստանից մեզ սպառնում են, որ նաեւ հնարավոր է ատոմակայանը չսկսեն սպասարկել, ճիշտ է, բայց բևեռը էլի միակ սպառնալիք, բայց կարծես չի եղել, որ չենք սպասարկի ատոմակայանը, գալիս են մոնիտորինգներ են անում։ Հնարավոր սանկցիաներից մեկն է լինելու, մենք շատ ենք հանդես եկել ճշգրիտ կանխատեսումներով, սրանից 10 տարի առաջ, 15 տարի առաջ։ Երիտասարդը եթե ունենա ապահով անվտանգ երկիր եւ ռեալ համագործակցություն Միացյալ Նահանգների հետ, ինքը հնարավորություն կստանա կրթվել
շրջագայել, հզորանալ, իր պատկերացումները փոխել, այդ կարծրատիպերից հրաժարվել, ունենալ իսկական հայկական պետություն, զարգացող հզոր տնտեսություն, ծնողները չվախենան իրենց երեխաներին բանակ ուղարկել, որովհետև եթե մենք կիրառենք ազգ բանակ պաշտպանական համակարգը, ապա ամբողջ ազգա բնակչությունը չվնասելով իրենց քաղաքացիական կյանքը, իրենք մասնակցում են երկրի անվտանգության ապահովմանը։ Դրսում սովորելը, շրջագայելը հասկանալի է, իսկ տեղում, այօրինակ կրթության հետ կապված ինչ ծրագրեր ունեք, ակադեմիական քաղաքի ծրագիրը շարունակելու եք։ Իհարկե ոչ, որովհետև տեսեք, դա քննարկման նեղ, այսինքն ոնց ասեմ, նեղ մասնագիտական լուծումներ են պահանջում եւ այս պահին շատ ծիծաղելի կլինի, եթե քաղաքական ուժը գա ինչ որ կրթական ծրագրերով կամ շինարարական կամ չգիտեմ ինչ որ մի կենցաղային մակարդակի լուծումներ առաջարկի մեր ժողովրդին, մենք այս ընտրությունները գնահատում ենք որպես քաղաքական ընտրություններ եւ հանդես են գալիս այդ դիրքից, այսինքն մենք Հայաստանի ռեալ քաղաքականություն ենք առաջարկում, որտեղ այս 36 տարի եկել են նմանատիպ խոստումներով բազմաթիվ անգամ այդպես ձևավորվել է լիքը ազգային ժողովներ, այդպիսի խոստումներով նստել են պատգամավորներ ուղղակի կնոպկեք սեղմելու համար, բայց հիմա շատ քաղաքական ուժեր կոնկրետ ծրագրեր են առաջարկում կրթության հետ կապված բոլորի առաջարկածը սրանից առաջվա առաջարկածը սուտ ծրագրեր են, դա այսպես ասած մակերեսային ստախոսություն է, որովհետև մենք օրինակ չունենք, որ ինչ որ մի քաղաքական ուժ գալով խորհրդարան կամ ստանձնելով իշխանություն չի կատարել իր կողմից այսպես ասած խոստացած այդ ծրագրերը չի իրականացրել եւ պատժվել է դրա համար։ Մենք չունենք նման օրինակ։ Դրա համար մենք այս պահին առաջնահերթ հարցերով ենք հանդես գալիս, եթե խորապես երիտասարդներին հետաքրքրում է թե Բևերը ինչ ծրագրեր ունի երիտասարդների համար, կրթական ծրագրերի համար, դա այսպես ասած տեսական մակարդակի ծրագրեր են, որը որ բոլոր քաղաքական ուժերը առաջարկում են։ Բայց չկա այդ տեսական մակարդակի ծրագրերն էլ չկան ձեր ծրագրային թերթիկում եւ հիմա հենց դրա համար ենք եկել։ Այո, տեսական թեկուզ ծրագրերը, որոնք դե չեք ունեցել իշխանություն եւ գործնականում այդ ծրագրերը իրագործելու հնարավորություն չեք ունեցել։ Հիմա տեսականը հենց դրա համար է, եթե գաք իշխանության, կրթության ոլորտը, ինչպես եք բարենորոգելու կրթական մակարդակի բարձրացումը, կրթության որակը, ինչպես եք, ձեր քաղաքականությունը որն է լինելու այդ ոլորտում։ Հա, մենք իհարկե կրթական ոլորտը դնելու ենք նոր իրական ռելսերի վրա, որից չի բացառելու ազգայինի բաղադրիչը, որովհետև տեսեք, ազգային բաղադրիչը դուրս է հանվում մեր, այսպես ասած, կրթական ծրագրերից, դասագրքերից, QR կոդերով ստիպված են լինելու Մեսրոպ Մաշտոցի հետ ծանոթանալ։ Բայց դա վատ է, տեխնիկան զարգանում է եւ երեխաները հեռախոսներ ունեն։ Իհարկե վատ է, որովհետև դա կարելի է առանձին կիրառել, առանց դասագրքելը, այսպես ասած, չացնելու։ Իսկ այլ ավելի կոնկրետ գործողություններ, օրինակ, բուհական ծրագրի հետ կապված։ Ներկայիս ծրագիրը ասում են վատն է։ Կամ եթե վատը չի, եթե դուք կարծում եք, որ վատը չի, հա, ինչ եք անելու, թողնելու եք նույնը, թե ծրագրային այլ դրույթներ ունեք, որ հենց ընտրվեք, հա, այսպես պիտի անենք, որ ոլորտը բարենորոգվի։ Ամենակարևորը, որ կրթական ոլորտը չի դառնա կուսակցական, քարոզչական մեքենա։ Եվ կրթական ոլորտը, ես ձեզ ասեմ, մեր ազգային ներուժը, ինտելեկտուալ կարողությունները եւ մեր, այսպես ասած, բնատուր հնարավորությունները լրիվ հերիք են, որ կրթությունը, մեր ազգային ներուժը կրթությունը լինի ամենա, այսպես ասած, պահանջվածը, ամենաընտիրը այս երկրագնդի վրա։ Սակայն բոլոր իշխանությունները գալով ստանձնելով այսպես ասած իրենց աթոռները, պաշտոնները ստանձնելով կրթական օջախները, համալսարանները, դպրոցները, մանկապարտեզները վերածել են քաղաքական նեղ կուսակցական շահերի սպասարկման կենտրոն։ Շատ քաղաքական ուժեր ասում են, որ կրթությունը Հայաստանում բարձրագույն կրթությունը լինելու է անվճար։
Դուք ունեք նմանատիպ խոստում, որ կրթությունը Հայաստանում լինելու է անվճար, բարձրագույն կրթության մասին է խոսքը։ Մենք երբ դրա մասին խոսում էինք, բոլորը լռում էին, դրա համար մենք որոշել ենք այդպես մանր բաներից չխոսել։ Իհարկե, մեր դեպքում ազգային պետություն, ազգային իշխանության դեպքում շատ բաներ է լինելու անվճար, սկսած նաև որոշ կոմունալ ծառայություններ։ Իսկ ինչ միջոցներով։ Մեր երկիրը ունի, այսպես ասած, ավելացված արժեք, ստեղծված արժեք, որը այսօր էլ երեկել, սրանից առաջ էլ միշտ վերածվել է պարգևավճարների, վերածվել է անիմաստ ծախսերի, վերածվել է, այսպես ասած, փողերի լվացման, ինչ որ Օրինակ անիմաստ ծախս ասելով ինչ եք հասկանում, որն է Հայաստանի կառավարության կողմից կատարված անիմաստ ծախս։ Լիքը համերգային ծրագրեր կան, որոնք շատ անիմաստ ծախսեր են, կամ լիքը, այսպես ասած, ոչ տեղին տոնակատարությունների ինչ որ ճոխություններ կան, ինչ որ փառատոններ կան իրար հետևից, որը որ այսպես ասած տեղին չէ։ Ասում են դրանք տուրիզմի զարգացման համար են։ Ցանկացած անուն կարող են դնել դրան։ Ես կարող եմ դրա հակառակը պնդել եւ հենց ժողովրդավարության բանաձևն էլ սրա մեջ է, որ մենք պետք է վիճենք բոլոր թեմաների շուրջ եւ գտնենք դրա իրական պատասխանը, դրա պատճառները։ Եթե կարճ ամփոփենք, հա, ինչու երիտասարդները ընտրեն ազգային ժողովրդավարական բևեռին։ Որովհետեւ ազգային ժողովրդավարական բևեռը չի ստեղծվել երեք եւ երիտասարդներից ես միշտ օրինակ եմ բերել մեր երկրորդ համարի տակ հանդես եկող Գևորգ Սաֆարյանին, որ վաղ հասակից 22-23 տարեկան հասակից մտել է կոշտ քաղաքական պայքարի մեջ, այսպես ասած, եւ բանտարկվել է, եւ հալածվել է մշտապես, եւ մահափորձ է կատարվել իր նկատմամբ, սակայն ինքը չի հանձնվել, չի ծախվել, իր սկզբունքներին չի դավաճանել եւ մինչեւ այսօր գտնվում է պայքարի դաշտում, չի լքել պայքարի դաշտը, փորձելով ստեղծել հենց այդ նույն երիտասարդների համար իրական ազատություն, իրական ժողովրդավարություն, իրական արժանապատիվ կյանք։ Եվ մենք այս 20 տարիների պայքարի ընթացքում մեր գործունեությամբ, մեր կյանքով, մեր առողջությամբ, մեր ժամանակով, մեր, այսպես ասած, ոչինչ չենք խնայել ծառայելու մեր ժողովրդին, մեր պետությանը։ Մենք ունենք նաև գրանցված արդյունքներ, այսինքն մեր լոբիստական աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է 2025 թվականին կանխել պատերազմ, որը մենք չենք բարձրացնել, կանխել սպասվելիք պատերազմը, մենք որոշակի քիչ հրապարակենք շուտով։ Եղել է այդպիսի դեպք, հա, որ պատերազմ պիտի լիներ, բայց չի եղել։ Այո, եղել է նման դեպք, պատերազմ պետք է լիներ, կմանրամասնեք։ Դուք կհիշեք 2024 թվականի վերջին, երբ Բայդենը ավարտեց իր պաշտոնավարումը, իսկ նորընտիր նախագահը դեռ ինագուրացիա չէր արել։ 2025 թվականի հունվարին, սա շատ հեշտ է մամուլով ապացուցել իմ խոսքերը։ 2025 թվականի հունվարին բոլոր դեսպանատները, առանձնահատուկ նաև Միացյալ Նահանգների դեսպանատունը զգուշացրեց իր քաղաքացիներին չայցելել Վարդենիսի շրջան, Տավուշի, Սյունիքի որոշ սահմանային հատվածներ իր քաղաքացիների խորհուրդ չայցելել, քանի որ վտանգ կա ռազմական գործողությունների։ Հունվարի 8-ին հաջորդեց Ալիևի, այսպես ասած, ուղիղ սպառնալիքը մեր նկատմամբ, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է եւ պետք է ոչնչացվի, այսինքն անկախ պետականություն ունենալու իրավունք չունի։ Եվ այդ ժամանակ գնահատելով, այսպես ասած, եւ միջազգային մամուլի գրվածները եւ դեսպանատների զգուշացումները, այդ ժամանակ Վաշինգտոնում գտնվում է մեր խորհրդի անդամներից որոշ մարդիկ եւ մեր լոբիստական, այսպես ասած, լոբիստները, էլի, լոբիստական աշխատանքի մասնակիցները։ Եվ մենք ամենաբարձր մակարդակի հանդիպումներ ենք ունեցել, ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներին փոխանցել ենք ուղիղ անձնական նամակներ, զգուշացրել ենք վերահաս վտանգը մեր պետության, մեր ազգի գլխին կախված եւ որոշակի զգուշացումներից հետո գարնանը նոր մեր մամուլը սկսեց որոշակի, այսինքն
լրատվություն տարածել, թե կար ռազմական գործողությունների վերսկսման սկիզբ, այդ վակումը էլի, երբ տեսեք 2020 թվականին Ադրբեջանը հենց այդ վակումը օգտագործեց սեպտեմբերի 44-օրյա պատերազմը, որ սկսեց։ Շնորհակալություն։ Զրուցում էինք ազգային ժողովրդավարական բևեռի պատգամավորի տեխնացու Գևորգ Կարապետյանի հետ, իսկ դուք միացեք մեր YouTube-յան ալիքին հաղորդման մյուս մասերը բաց չթողնելու համար։ Մեկնաբանություններում էլ կարող եք գրել, թե ձեզ էլ ինչ հարցեր են հետաքրքրում։ Կհանդիպենք։